Այժմ տեսնենք, թե ինչն է խանգարում կույսերի առաջխաղացմանը։ Ուզում եմ տեսնել, ինչն է խանգարում հաջողությանը կույսերի անձնական կյանքում կամ սիրային հարցերում, աշխատանքում, կարիերայում կամ ֆինանսներում։ Եթե մարդիկ ոչինչ չեն անում, բնականաբար ոչ մի առաջխաղացում չի լինի, իսկ եթե դուք ջանքեր եք ներդնում, անպայման բնականաբար սպասում ենք ինչ-որ հաջողությունների, իսկ եթե հաջողություններ չեն գրացվում, պետք է մտածել ինչ ենք անում սխալ։ Այն կույսեր, ովքեր հաջողակ են իրենց անձնական կյանքում, սա իրենց չի վերաբերում, այն կույսեր, ովքեր կարիերայում եւ ֆինանսներում շատ հաջողակ են, սա նրանց էլ չի վերաբերում։ Ես ուզում եմ օգտակար լինել այն մարդկանց, ովքեր որևէ ասպարեզում խնդիր ունեն եւ միգուցե կարտերը կարողանան իրենց օգտակար լինել։ Եվ այսպես, ինչն է խանգարում կույսերի առաջխաղացմանը։ Անձնական կամ սիրային հարցերում, աշխատանքում եւ ֆինանսներում։ Անձնական կյանքում տեսնում եմ սիրտը, կոտրված սիրտը, թրերի երեքը։ Ինչն է խանգարում կույսերին։ Ես նորից եմ կրկնում, հարգելիներ, սա չի վերաբերում բոլորին, միայն նրանց, ովքեր անձնական կյանքում ինչ-որ անհաջողություններ ունեն։ Տվյալ դեպքում սա վերաբերում է այն մարդկանց, ում սիրտը արդեն մի անգամ կոտրվել է։ Դուք ուղղակի մնացել եք անցյալում։ Չեք կարողանում թողնել անցյալը գնա։ Ձեր սխալների պատճառով է ձեր սիրտը կոտրվել, դուք եք սխալ թույլ տվել, ձեզնից հեռացել են, թե ձեր հանդեպ են սխալ թույլ տվել եւ ձեր սիրտը կոտրել են, դուք եք հեռացել։ Ամեն դեպքում սա անցյալի ափսոսանքի մասին է տվյալ դեպքում։ Անցյալը այնքան է ձեզ կապել, որ դուք չեք կարողանում առաջ շարժվել եւ դա խանգարում է ձեզ։ Նույնիսկ եթե սա ինչ-որ ժամանակավոր երևույթ է, հույսով եմ ամեն ինչ ժամանակի հետ անցնում է, բայց տվյալ պահին եթե կան կույսեր, որոնք այսպիսի վիճակում են, այո, որովհետեւ դուք չեք թողնում անցյալը գնա, անցյալի փորձը եւ դաժան փորձը։ Այսինքն դուք սեր եք կորցրել, ձեր սիրտն է խոցվել, չեմ ուզում շատ մանրանաշատ բան ասել, բայց նրանք, ովքեր ինչ որ ժամանակ սիրոց կամ ինչ որ մեկից նեղվել են, վիրավորվել են, խոցվել են, դա կլինի դավաճանություն, դա կլինի դուք եք դավաճանել, ձեզնից հեռացել են, դուք հիմա ափսոսում եք դրա համար, ինչ էլ ուզում եք որ լինի։ Անցյալը ձեզ կապել է, դուք դեռ անցյալով եք ապրում, դեռ մտածում եք անցյալի մասին, դրա համար չեք կարողանում առաջ շարժվել, նոր հաջողություններ գրանցել։ Նույնիսկ եթե դուք շփվում եք տարբեր մարդկանց հետ, աղջիկները տվյալ դեպքում, տղամարդիկ նույնիսկ եթե ձեր կյանքում կան կանայք, դուք կարող եք շատ կանայք ունենալ, բայց սիրո մասին ենք խոսում, լուրջ անձնական հարաբերությունների մասին է խոսքը, չեք կարողանում ոչ մեկի հետ երկար մնալ եւ չեք սիրում նորից, որովհետեւ անցյալն է խանգարում ձեզ, ձեր անցյալի փորձը։ Մինչեւ չթողեք անցյալը գնա, նոր սեր չի գալու։ Պետք է անցյալը, նույնիսկ եթե արդեն մարդը ձեր կյանքում չէ, տվյալ դեպքում վստահ եմ, որ մարդը ձեր կյանքում չէ։ Դուք մինչև չթողնեք անցյալը ձեզնից հեռանա, դուք չեք կարողանալու առաջ շարժվել։ Ես տեսնում եմ միակ խանգարող հանգամանքը այստեղ դա է, ձեր կյանքի փորձը, ինչ որ անցյալում եղել է, առայժմ դեռ խանգարում է ձեզ։ Աշխատանքում կարիերայում տեսնում եմ ջահերի պաժը։ Ջահերի պաժը շատ տաքայրուն երիտասարդ է, շատ այսպես լուրջ տրամադրվել է, որոշում է կայացրել, նպատակ ունի եւ շատ տաքայրուն է ինքը, այո, շատ այսպես ոնց ասեմ, քանի որ տղա է, եւ պաժերը երեխաներն են, ոչ թե տղա, այլ երեխա են, սա կարող է կանանց մասին է լինել, բոլոր կույսերին է վերաբերում։ Մի տեսակ շատ այսպես առանց երկար մտածելու է միգուցե ինչ որ գործի մեջ մտնում, նոր ծրագրի, նոր, չգիտեմ, բիզնեսի, գաղափարի, նոր գործի մեջ, առանց շատ երկար մտածելու։ Ընդհանրապես կույսերը շատ խելացի եւ շատ լուրջ մարդիկ են եւ շատ են մտածում։ Ընդհանրապես իրենք այդպես տաքարյուն, այսպես վարկյանի տակ որոշումներ կայացնող չեն, ինձ թվում է։ Դե դրա համար էլ եթե կան մի քանի այսպիսի կույսեր, նրանց է վերաբերում։ Մնացած բոլոր դեպքերում կույսերը պետք է որ հաջողություններ ունենան։ Նրանք ովքեր չունեն, սա նրանց է վերաբերում։ Այսինքն, եթե դուք պաժը երեխան է, նկատի ունեմ, այսինքն շատ երկար չեք մտածել, շատ երկար լուրջ որոշում չեք կայացել, այլ պարզապես այսպես պորտկուն
էմոցիաների ազդեցության տակ որոշել եք, ուզում եմ, գնում եք աշխատանքի, ընդունվում եք, անում եք գործը, բայց դա ձերը չէ, դուք հետո հասկանում եք, որ էնտուզիազմը անցնում է, այսինքն, երբ որ շատ կրքոտ չէ, գիրքը ասում են արագ է անցնում, սերը մնայուն է, գիրքը շատ արագ լինում է, շատ այսպես տաքայրում, բայց հետո շատ արագ էլ անցնում է։ Այդ թվում է դուք հիասթափվում եք, շատ ոգևորված եք գնում աշխատանքի կամ ինչ-որ նոր մի գործ եք սկսում, իսկ հետո հանկարծ զգում եք, որ այնքան էլ ձերը չէ եւ հիասթափվում եք։ Տեսեք, երեխա նշանակում է շատ երկար չեք մտածել, չէ, երեխաները կյանքի փորձ չունեն, չեն կարող շատ հարցերի շուրջ վերլուծել ու մտածել, մի քիչ պետք է ավելի փաստորեն դուք ավելի հասուն, ավելի լուրջ մոտենաք աշխատանքին եւ կարիերային։ Ոչ թե վարքյանական պորտկման կամ պարզապես այս րոպեին այսպես ուզեցի, այլ ուղղակի մի քիչ պետք է ավելի երկար մտածել, ավելի հեռուն տեսնել եւ այդ դեպքում կարող եք աշխատանքում հաջողություններ ունենալ։ Մյուս կողմից ես գիտեմ, որ կույսերը առհասարակ շատ ինչպես կարող եմ հայերենով ասել, անգլերենով եմ մտածում ես դրա մասին, ինչպես կարող եմ հայերեն ասել։ Competitive անգլերենով, հայերենով կարող եմ ասել մրցունակ երևի, այսինքն սիրում են համեմատվել ուրիշների հետ եւ սիրում են բոլորից առաջ անցնել։ Շատ են սիրում կույսերի համար շատ մեկը իրենցից հաջող է, ուզում են իրենք էլ հաղթել։ Այ կարծում եմ դուք չափից ավել շատ եք, տեսնում եք, շատ հաղթական երիտասարդ է, ինքը վստահ է իր հաղթանակի վրա, միգուցե այդպիսի խնդիր էլ կա աշխատանքում, կարիերայում, ոչ թե նպատակ եք դնում ձեր կարիերայում մեծ հաջողությունների հասնելու, այլ հաղթելու կողքին ձեր շրջապատում բոլորին։ Այդպես էլ կարող է լինել եւ դա կարող է իրականում ձեզ անհաջողություն բերել, որտեղ ոչ բոլորին է, որ աշխատողներին կամ հատկապես ձեր ղեկավարներին կարող է դա դուր գալ։ Մի քիչ զգուշ եղեք դրանից։ Նորից եմ կրկնում, ամփոփեմ, եթե երիտասարդ արագ եք մտածում, շատ հեռուն չեք տեսնում, դա կարող է խանգարել եւ մի քիչ չափից ավել շատ այսպես մրցակցային էլի եմ ասում, այո, մի քիչ չափից ավել շատ եք այսպես ուզում անպայման հասնել ձեր ուզածին, հաշվի չառնելով կողքիններին եւ դա կարող է կողքից մի քիչ այլ կերպ դիտվել։ Մի քիչ ավելի շատ ագրեսիվություն եք երևի ցուցաբերում։ Բայց ինձ ավելի շատ բաժով, ավելի շատ ես կարող եմ կանգնել։ Գիտեք, ես մի կարտել հանեմ օգնելու, բայց ինձ թվում է ամեն դեպքում երիտասարդ բաժը նկատի ունի, որ շատ երկար չեք մտածում։ Առաջարկում են աշխատանք, գնում եք, անում եք, հետո առաջ եք շարժվում, բայց կարիերայում լուրջ հաջողությունների հասնելու համար ինչ որ տեղ պետք է ավելի երկար մնալ, փորձ ձեռք բերել։ Բաժը չի կարող փորձ ունենալ։ Բաժը երեխան է, դեռ նոր է սկսում։ Այստեղ կարող եմ լրացիչ կարդ անել, միգուցե օգնի ավելի լավ հասկանանք ինչն է խանգարում կարիերայում։ Շատ հետաքրքիր կարտ եմ տեսնում, թե արի ու հասկացի։ Պենտակլների 5-ը, տեսնում եք, մարդիկ գլխիկոր նստած են։ Սա իրականում պակասի կարտն է, այսինքն չի բավարարում մարդկանց տվյալ դեպքում ֆինանսները, բայց մենք ֆինանսների համար չենք նայում։ Կարող եմ ասել, այո, ես մրցակցային, որ ասում եմ, այսինքն դուք ավելի շատ հաղթանակի հետևից եք ընկած, քան կարիերայի աշխատանքի։ Ուզում եք անդադ ձեզ թվում է թե բավարար չէ, ձեր դիրքը բավարար չէ, ձեր աշխատանքում, չգիտեմ, մյուսները ձեզնից առաջ են անցնում, դուք ետ մնացիք, ես այդպես եմ տեսնում, հարգելի կույսեր։ Այո, այսինքն միշտ այսպես դժգոհ եք, ինքներդ ձեզնից դժգոհ եք։ Ես կարծում եմ, որ իրենք պերֆեկցիոնիստ են կույսերը, իրենք ուզում են ամեն ինչում հաղթող լինել, ամենալավը լինել, դա շատ լավ է, դա բոլորովին վատ հատկանիշ չէ ընդ որում։ Պարզապես երևի տվյալ դեպքում ինչպես էլ որ այդ անում եք, մի քիչ խանգարում է ձեզ, որտեղ ես խոսում եմ, այստեղ նայում եմ, թե ինչն է ձեզ խանգարում։ Այսինքն այդ չափից ավել մրցակցային լինելը, անդադ փորձում եք սրան հաղթել, նրան հաղթել, որտեղ սրանից ետ մնացիք, նրանից ետ մնացիք, այդ անբավարարության զգացողությունն եք ուզում բավարարել, կարող եք դա անել, բայց կարիերայում առաջ խաղացում չի լինի, որտեղ դուք սխալ նպատակի վրա եք կենտրոնացած եք սրան նրան հաղթելու, սրանից նրանից ավելի լավը երևալու կամ լինելու, բայց կարիերան շատ ավելի լուրջ նպատակ պետք է լինի, ավելի հեռու գնացող, պետք է մտածեք ձեր մասին առանց համեմատելու ձեր կողքինների հետ։ Ձեր կողքինների հաջողակ լինելը դա դեռ չի նշանակում, որ դուք իրենցից ետ մնացիք։ Դա նշանակում է, որ իրենք իրենց ճանապարհ ունեն, դուք ձերը։ Այդպես եմ տեսնում։ Ֆինանսներում տեսնում եմ թուրը, թրերի տուզը, այսինքն։ Ինչ է նշանակում ֆինանսներում թրերի տուզը։ Եթե նայում ենք նկարին, տեսնում եք թուրը ճանապարհի մեջտեղում,
Թուրը միշտ լավ է, ասինքն թրերի տուզը ինստինկտիվն լավ է։ Ասինքն դուք շատ մեծ նպատակներ ունեք, շատ մեծ։ Բայց ինչ որ ճանապարհի մեջտեղում է, իսկ միթե թուրը այսպես լինում է ճանապարհի մեջտեղում, քարի մեջ։ Ոնց պիտի կարողանաք այդ քարից թուրը հանել, չէ՞։ Նո պատմություն ունի սա ինչու է այդպես։ Արտուր Թագավորի թուրն է եղել։ Բայց մենք եթե վերադառնանք կույսերին, նկատի ունեմ, որ դուք շատ մեծ պլաններ եք դնում ձեր առջև, շատ անիրականալի, հատկապես ֆինանսների հետ։ Երևի շատ մեծ պլաններ ձեզ համար, չգիտեմ, այս ֆինանսներով այս մեծ ցանկություններ եք ունենում եւ չեք կարողանում դրանց հասնել։ Ոչ մեկի ուժը չի պատելու քարի մեջից թուրը հանել։ Դե լեգենդում կարծես թե թագավորը կարողանում է, բայց մենք լեգենդում չենք ապրում, իրական կյանքում ինձ թվում է, որ դուք ձեր ուժերից վեր նպատակ եք դնում, հատկապես ֆինանսներում, եւ չեք կարողանալու ձեր նպատակներին հասնել։ Եթե մի քիչ ավելի կոնկրետ, ավելի պրակտիկ լինեք ձեր ցանկություններում, ֆինանսներում, թե կոնկրետ ինչ կարող եք, տեսեք, ցանկություններն ու կարողությունները դրանք շատ տարբեր բաներ են։ Ինձ թվում է ձեր կարողություններից մեծ պլաններ եք գծում, դրա համար էլ անհաջողություններ կարող են ելնել ֆինանսներում։ Ես իրականում այստեղ անհաջողություն չեմ տեսնում եւ չեմ կարծում, որ կույսերը ֆինանսներում հաջողակ չեն լինում, այլ պարզապես նպատակը, քանի որ շատ մեծ է, եւ դուք այս նպատակին չեք կարողանում հասնել, դե ձեզ թվում է, որ դուք չեք հասել, հաջողություն չունեք, բայց այդպես չէ։ Բոլորովին այդպես չէ։ Ուղղակի ձեր երազանքը կամ նպատակը ընդհանրապես հնարավոր չէր իրականացնել, որովհետեւ դուք չեք կարողանալու թուրը քարից հանել։ Այսպես։